Անօթևան աղջիկը գոյատևում է փողոցներում, երգելով իր հին գիթառով, անտեսանելի քաղաքի աչքերին։ Տաղանդների մրցույթում նվաստացվելուց հետո նա որոշում է երգել, նույնիսկ ներկով մերժմամբ պատված։ Նրա ձայնը հուզում է բոլորին բացահայտում անսպասելի վերամիավորում, այն սերը, որ նա փնտրում էր, բեմում էր ամբողջ այդ ժամանակ։ Արածակը հազիվ էր լուսավորում Մաշտոցի պողոտայի վեհաշուք շենքերը, երբ Վիկտորիան արթնացավ, ծվարած փակ գրախանութի հովանոցի տակ։ Իր 12 տարիները կրում էին մի ամբողջ կյանքի ծանրությունը։ Գրեթե պաշտամունքային խնամքով նա ստուգեց, թե արդյոք կիթառը դեռ այնտեղ է, պաշտպանված իր նիհար մարմնի գրկում երանյան ցուրտ ձմեռային գիշերվա ընթացքում։ Այդ քերծված գործիքը, ժամանակի հետքերով գունաթափված կպչուն պիտակներով, ամենն էր, ինչ մնացել էր նրա նախկին կյանքից, այն ժամանակներից, երբ նա տանիք ուներ, ազգանուն ծնողների սերը։ Վիկտորիան ձգեց ձեռքերը, վանելով անհանգիստ քնի թմրությունը։ Իր գանգուր, մուգ մազերը, որոնք շաբաթներով պատշաճ լվացված չէին, շրջանակում էին մի դեմք, որը թե փողոցային կյանքի դաժանությամբ նշված, պահպանում էր քաղցր արտահայտություն աչքեր, որոնք փայլում էին իրենց սեփական լույսով։ Նա հագել էր իր չափից 2 անգամ մեծ շապիկ, ինչ-որ երաժշտական փառատոնի գունաթափված տպագրությամբ մաշված ջինսե տաբատկ։ Երկուսն էլ անցորդների նվերներ էին, որոնք երբեմն զգայուն էին դառնում նրա վիճակի նկատմամբ։ Բարի լույս, ասֆալտի արքայադուստր։ Արմենի, 13-ամյա կոշիկագործ տղայի ուրախ ձայնը կտրեց առավոտվա լռությունը։ Իր կոշիկի տուփը մեջքին մի ժպիտ, որը կարծես մարտահրավեր էր նետում կյանքի դժվարություններին, նա մոտեցավ, առաջարկելով մի կտոր հաց։ Հացի խանութի նախաճաշից էր մնացել։ Պարոն Հովհաննեսը միշտ մի քիչ առանձնացնում է ինձ համար։ Վիկտորիան ժպտաց, ընդունելով ուտելիքը անկեղծ երախտագիտությամբ։ Արմենը նրա համար եղբոր պես էր, երանում միակ մարդը, ով իրեն մարդ էր վերաբերվում, ով տեսնում էր կեղտոտ հագուստիցը փողոցի աղջիկ անտեսանելի պիտակից այն կողմ, որը հասարակությունը դրել էր նրա վրա։ Այսօր ուրբաթ է, Մաշտոցի պողոտայում շարժ կլինի։ Լավ գումար կհավաքենք, եթե ճաշի ժամին երգես, մեկնաբանեց Արմենը, նստելով նրա կողքին կիսելով փոքրիկ նախաճաշը։ Նրանց առօրյան պարզ էր։ Վիկտորիան երգում էր, մինչ Արմենը կոշիկ էր մաքրում շտապող գործադիրների կամ զբոսաշրջիկների կոշիկները։ Օրվա վերջում նրանք կիսում էին եկամուտները, որոնք հազվադեպ էին բավարարում մեկ խորտիկի համար, իսկ լավ օրերին լոգանքի համար ինչ-որ քաղաքային հանրակացարանում։ Ես նորից երազեցի երաժշտության մասին, շշնջաց Վիկտորիան, շեղորեն լարելով կիթառի լարերը։ Այն երգը, որը մայրս էր երգում։ Մի օր դու նորից կգտնես քո ընտանիքը, հաստատեց Արմենը այն համոզմունքով, որը միայն երեխաները կարող են ունենալ ամենամեծ անհնարինությունների դեմ։ Վիկտորիայի պատմությունը նույնիսկ իր համար էր առեղծված։ Նա հիշում էր, որ ապրել էր պարտեզով տանը, ունեցել էր ծնողներ, ովքեր սիրում էին իրեն երգում նրա համար ամեն գիշեր։ Այնուհետ, վթար ճանապարհորդության ժամանակ, շփոթություն, շչակներ, նա կորավ։ Առանց փաստաթղթերի, առանց ազգանվան, միայն մի կիթառով, որը հայրը նվիրել էր նրան վերջին ծննդյան օրը, Վիկտորիան հայտնվեց Երանի փողոցներում, որտեղ սովորեց գոյատել, երբեք չկորցնելով իր ընտանիքին վերագտնելու հույսը։ Առավոտյան 11-ին նրանք ռազմավարականորեն տեղավորվեցին Կասկադի աստիճանների մոտ։ Վիկտորիան կիթառը դրեց ծնկներին, խորը շունչ քաշեց, սկսեց երգել։ Նրա ձայնը զարմանալիորեն պարզ հզոր էր նման երիտասարդի նման անապահով պայմաններում գտնվող մարդու համար։ Նոտաները հոսում էին մաքուր ջրի պես, գրավելով հետաքրքիր հայացքներ, ոմանք կարեկցող, ոմանք հիացած։ Նա երգում էր հայկական հանրաճանաչ երգեր, այն երգերը, որոնք սովորել էր ծնողներից, այլ երգեր, որոնք լսում էր խանութների ռադիոներից կամ անցորդների բջջային հեռախոսներից։ Ով տանիք չունի, ոչ էլ պատեր, ձայնը իրապաստանը դարձնում, սովորաբար ասում էր Արմենին, երբ նա հարցնում էր, թե ինչպես է նա կարողանում այդքան լավ երգել, չնայած այդքան դժվարություններին։ Այդ կեսօրին, երբ նա կատարում էր Կոմիտասի կռունկ երգը, որը նրան մոր մասին մշուշոտ հիշողություններ էր բերում, մի զույգ կանգնեց նրան լսելու։ Սովորական չէր, որ մարդիկ կարճ ժամանակով կանգնեին, երբեմն մի քանի մետաղադրամ թողնելով, նախքան իրենց ճանապարհը շարունակելը։ Բայց այս զույգը տարբեր էր։ Նրանք մնացին ամբողջ երգի ընթացքում, ապաս մեկի, էլի մեկի։ Տղամարդը, իր աննկատ շրջանակով ակնոցներով մտածկոտ արտահայտությամբ, հատկապես հուզված էր թվում։ Կինը, իր պարզ զգեստով էլեգանտ, աչքերը լցված էին արցունքներով, կարծես Վիկտորիայի ձայնը ինչ-որ խորապես անձնական բան էր արթնացնում։ Երբ Վիկտորիան ավարտեց իր փոքրիկ երգացանկը, զույգը մոտեցավ։
Արմենը, միշտ ուշադիր պաշտպանող, պատրաստ վիճակում էր։ Ներեցեք, տղամարդը քաղաքավարի ձայնով դիմեց նրան։ Իմ անունը Բարսեղ Ղազարյան է, սա իմ կինն է, Հելենան։ Մենք Հայաստանի ձայները հաղորդման ժյուրիի անդամներն ենք։ Ձեր ձայնն արտասովոր է։ Վիկտորիան անվստահորեն նայեց զույգին։ Փողոցներում անցկացրած տարիները նրան սովորեցրել էին կասկածել հեշտ գովասանքներին մեծ խոստումներին։ Մենք լսումներ ենք անցկացնում նոր եթերաշրջանի համար, շարունակեց Հելենան, մի ձայնով, որը տարօրինակորեն ծանոթ էր թվում Վիկտորիայի ականջներին։ Մենք շատ կցանկանայինք, որ դուք մասնակցեիք։ Ես, Վիկտորիան նյարդայնորեն ծիծաղեց։ Կարծում եմ, դա ինձ համար չէ, տիկին։ Խնդրում եմ, պնդեց Բարսեղը, մեկնելով մի քարտ։ Սա HiTV ստուդիաների հասցեն է։ Լսումները սկսվում են հաջորդ շաբաթ։ Ձեր տաղանդը հազվագյուտ է, արժանի է լսվելու։ Արմենը, ով ուշադիր հետում էր ամեն ինչին, վերցրեց քարտը, նախքան Վիկտորիան կհասցներ մերժել։ Նա կմտածի այդ մասին, պատասխանեց նա խանդավառությամբ։ Երբ զույգը հեռացավ, Վիկտորիան անհավատալիորեն թափահարեց գլուխը։ Նրանք նույնիսկ իմ անունը չհարցրին, Արմեն։ Բացի այդ, նայիր ինձ։ Ինչպես ես հեռուստատեսային ստուդիա մտնեմ այսպես։ Նրանք քո անունը չհարցրին, որովհետև կարիք չունեին, պնդեց Արմենը երիտասարդության յուրահատուկ տրամաբանությամբ։ Քո ձայնն արդեն ասում է այն ամենը, ինչ նրանք պետք է իմանան։ Այդ գիշեր, նստած Հանրապետության հրապարակի աստիճաններին, կիսելով օրվա եկամուտով գնված սենդվիչը, Արմենը չէր դադարում խոսել մրցույթի մասին։ Պատկերացրու, Վի։ Դու կարող ես գումար շահել, հայտնի դառնալ, գուցե նույնիսկ գտնել քո ընտանիքը։ Կամ ամոթանք գրել բոլորի առջ, հակադարձեց նա հոռետեսորեն։ Այդ աշխարհը մեր նմանների համար չէ, Արմեն։ Նա լրջորեն նայեց նրան, իր տարիքի համար անսովոր։ Իսկ ինչ աշխարհ է մեր նմանների համար, Վիկտորիա։ Փողոցը, ցուրտը, սովը։ Նա նորից վերցրեց քարտը, վերլուծելով հասցեն։ Սա կարող է լինել այն նշանը, որին դու միշտ սպասել ես։ Մինչ գիշերը իջնում էր Հայաստանի ամենամեծ քաղաքի վրա, Վիկտորիան նուրբ նվագում էր իր կիթառը, լարելով այն կիսամոռացված երգը, որը մայրը երգում էր այն գիշերներին, երբ աշխարհը անվտանգ տեղ էր թվում։ Նրա մտքում մշուշոտ պատկերներ էին ձավորվում։ Կարմիր ծաղիկներով պարտեզ, պատշգամբով տուն, մի կնոջ դեմք, որը տարօրինակորեն նման էր Հելենա Ղազարյանին։ Իսկ եթե շնջաց նա ինքն իրեն, զգալով, թե ինչպես է սիրտը արագանում մի հնարավորությունից, որը նա երբեք չէր դիտարկել նախկինում։ Հեռվում, Կոմիտասի պողոտայի մի բնակարանի լուսավորված պատուհաններից Հելենա Ղազարյանը լուր լացում էր, նայելով մի փոքրիկ աղջկա հին լուսանկարին, ով գրկած էր կիթառը։ Բարսեղը, իր ամուսինը, գրկեց նրան ուսերից։ Կարող է նա չլինի, զգուշորեն ասաց նա։ Բայց ինչ կլինի, եթե նա է, պատասխանեց Հելենան, մատների ծայրերով դիպչելով լուսանկարին։ 5 տարի փնտրելուց հետո, ինչ կլինի, եթե նա մեր աղջիկն է։ Եթե այս պատմությունը հետաքրքրեց ձեզ, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք դուք մեզ դիտում, մենք շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա կլինի լավագույն պատմությունը, որը դուք երբեք կլսեք ձեր կյանքում։ 3 օր անցավ, Ղազարյանների քարտը մնաց Վիկտորիայի մաշված տաբատի գրպանում, որպես մի ծանրություն, որը նա կրում էր, հրավեր մի աշխարհ, որին նա չէր պատկանում։ Ամեն անկյունում, Մաշտոցի պողոտայի մայթերին կամ թեյի վիադուկտի վրա յուրաքանչյուր իմպրովիզացված ելույթի ժամանակ, աղջիկը զգում էր Արմենի համար հայացքը, որը լուռ կասկածի տակ էր դնում իր որոշումը։ 4-րդ օրվա առավոտյան, նստած Սարյանի այգու շատրվանի եզրին, մինչ կիսում էին շոկոլադե կաթի տուփը, Արմենը վերջապես կորցրեց համբերությունը։ Այսօր է, Վիկտորիա։ Գրանցումների վերջին օրն է, նա մատնացույց արեց քարտը։ Ես թույլ չեմ տա, որ դու այս հնարավորությունը վատնես։ Իսկ եթե թակարդ է։ Այս աշխարհում շատ վատ մարդիկ կան, պատասխանեց նա, շեղորեն լարելով կիթառի լարերը։ Բացի այդ, ինչպես հասնեմ այնտեղ։ Դա քաղաքի մյուս ծայրում է։ Արդեն մտածել եմ այդ մասին, ժպտաց Արմենը, հպարտ իր լուծումով։ Պարոն Ադամը, այն տաքսու վարորդը, ով միշտ կանգնում է Մոսկվայի կինոթատրոնի մոտ, ասաց, որ մեզ անվճար կտանի։ Նա լսել է, թե ինչպես եմ խոսում քո մասին հաղորդման համար ուզում է օգնել։ Դու արդեն բոլորին պատմել ես, Վիկտորիան աչքերը լայն բացեց, զարմանքի զայրույթի մեջ։ Միայն նրանց, ովքեր կարող են, Արմենը ուսերը թափահարեց։
Եվ տես, էլ ինչ եմ բերել։ Հաղթական ժպիտով նա իր ուսապարկից հանեց դեղին շապիկ, փոքրիկ ասեղնագործ ծաղիկներով, մի ջինսե-տաբատ, որն ավելի քիչ էր մաշված, քան նրա սեփականը։ Տիկին Մարոյի աղջիկը մեծացել է, այլս չի կրում։ Նա ասաց, որ կարող ես պահել։ Վիկտորիայի աչքերը լցվեցին արցունքներով։ Այսպես էին նրանք գոյատում փողոցներում։ Սովորական մարդկանց փոքրիկ բարի գործերով, ովքեր մետրոպոլիայի եռուզեռի մեջ դեռ կարողանում էին մարդկայնություն տեսնել բախտի կողմից լքված երկու երեխաների մեջ։ Եվ էլի կա, շարունակեց Արմենը ոգորված։ Տիկին Սիրանուշը, այնտեղի Սայաթ Նովայի սրահից, ասաց, որ կարող ես այնտեղ լոգանք ընդունել, որ նա կսարքի քո մազերը։ Նա միշտ կարգի է բերում իմ մազերը, երբ կարևոր իրադարձություններ են լինում։ Վիկտորիան զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում երախտագիտությունից։ Ինչպես կարող էր հիմա մերժել այն բանից հետո, երբ այդքան մարդիկ շարժվել էին իր համար։ Իսկ եթե չանցնեմ։ Իսկ եթե ծիծաղեն ինձ վրա, շնջաց նա, բացահայտելով իր ամենախորը անապահովությունները։ Արմենը ամուր բռնեց նրա ձեռքերը, նրանց միջ ֆիզիկական սիրո հազվագյուտ ժեստով։ Վիկտորիա, դու ունես ամենագեղեցիկ ձայնը, որը ես երբել լսել եմ կյանքում։ Եվ ես ապրում եմ 12 միլիոն մարդ ունեցող քաղաքում, շատ մարդկանց եմ լսել երգելիս։ Նա ծիծաղեց, սրբելով համար արցունքը։ Լավ, գնանք։ Բայց դու ինձ հետ կգաս։ Մինչ աշխարհի ծայրը, պատասխանեց Արմենը, բարձրացնելով բռունցքը, նրանց միջ ձեզ դարձած հպման համար։ Կեսօրից հետո, տիկին Սիրանուշի սրահում տաք լոգանք ընդունելուց գանգուր մազերը վերջապես հանգույցներից ազատելուց հետո, Վիկտորիան գրեթե անճանաչելի էր։ Դեղին շապիկը համապատասխանում էր նրա մաշկի գույնին, ընդգծում էր նրա շագանակագույն աչքերի փայլը։ Ջինսերը, թե դեռ չափից մեծ, մաքուր էին առանց պատրվածքների։ Նրա կիթառը, մաքրված խոնավ կտորով, ավելի քիչ էր մաշված թվում։ Իրական արտիստի է նմանվում, հիացավ պարոն Ադամը, 60-ամյա մի տղամարդ, մոխրագույն մազերով բարի ժպիտով, երբ երկուսն էլ մտան նրա մեքենան։ Դեպի Հայ-TV ստուդիաներ, քաղաքի արևմտյան մասում, ճանապարհի ընթացքում Վիկտորիան զգաց, թե ինչպես է ստամոքսը շուռ գալիս նյարդայնությունից։ Երանը, որը շքերթ էր անում մեքենայի պատուհանից, հակադրությունների ցնցող քաղաք էր։ Կոմիտասի պողոտայի վեհաշուկ առանձնատները տեղը զիջում էին արտրային շենքերին, իսկ հետո պարզ տներին, երբ նրանք շարժվում էին դեպի իրենց նպատակակետը։ Ինչ ես երգելու նրանց համար, հարցրեց պարոն Ադամը, փորձելով շեղել նրան։ Վիկտորիան տատանվեց։ Դեռ չգիտեմ։ Գուցե կռունկը, կամ… Նրա ձայնը կորավ, երբ մտածում էր օրորոցայինի մասին, որը բնակվում էր նրա երազներում, այն երգը, որը հեռավոր կյանքի հիշողությունների բեկորներ էր բերում։ Հայ-TV ստուդիաները, հայելապատ ճակատներով ժամանակակից շենքերի համալիր, արտացոլում էին կեսօրվա առը, երբ նրանք հասան։ Թեկնածուների հերթը, որոնցից շատերին ուղեկցում էին անհանգիստ ծնողներ, երգի ուսուցիչներ, ձգվում էր թաղամասով մեկ։ Անթերի հագուստներ, պրոֆեսիոնալ պատյաններում գործիքներ նրանց անսասան վստահությունը, ովքեր գալիս էին հարուստ թաղամասերից հայտնի երաժշտական դպրոցներից։ Կարծում եմ, չպետք է գայի, շշնջաց Վիկտորիան, ծվարելով հետի նստարանին։ Անհեթեթություն, վճռականորեն ասաց պարոն Ադամը։ Երաժշտությունը չի հետաքրքրվում հասցեով կամ հագուստի ապրանքանիշով։ Գնա ցույց տուր, թե ինչ կարող ես անել։ Արմենը դուրս եկավ առաջինը, դուռը պահելով Վիկտորիայի համար, իսկական ջենթլմենի պես։ Նրանք հրաժեշտ տվեցին պարոն Ադամին երախտագիտական գրկախառնություններով, վարորդը խոստացավ վերադառնալ երեկոյան նրանց վերցնելու։ Ուզում եմ լինել առաջինը, ով շնորհավորելու է մեր նոր աստղին, կատակեց նա, նախքան հեռանալը։ Հերթին մոտենալը փորձություն էր Վիկտորիայի քաջության համար։ Կողքի հայացքներ, վատ թաքցված շշուկներ, նույնիսկ ծիծաղներ ուղեկցում էին նրա անցումը։ Մի աղջիկ, մոտավորապես իր տարիքի, ուղիղ մազերով, դիզայներական հագուստներով, մատնացույց արեց մաշված կիթառը, ինչ-որ բան ասաց իրեն ուղեկցող մորը, առաջացնելով չար ծիծաղ։ Հանգիստ եղիր, շշնջաց Արմենը։ Հիշո՞ւմ ես, ինչ է միշտ ասում տիկին Սիրանուշը, մարդիկ, ովքեր ծիծաղում են ուրիշների վրա, վախենում են նայել իրենց սեփական կյանքին։ Հերթի վերջում նրանց մոտեցավ մի կին, պլանշետով իշխանական տեսքով։ Արհեստականորեն կարմիր ներկված մազերը ծանր շրջանակով ակնոցները լրացնում էին նրա ահեղ տեսքը։ Կարող եմ օգնել, հարցրեց նա ակնհայտ անտարբերությամբ։ Մենք եկել ենք Հայաստանի ձայները լսումների համար, պատասխանեց Արմենը, քանի որ Վիկտորիան կարծես ձայնը կորցրել էր։
Կինը գլխից մինչ ոտք ուսումնասիրեց նրանց։ Դուք գրանցված եք։ Մենք սա ունենք, Վիկտորիան վերջապես խոսեց, մեկնելով Բարսեղ Ղազարյանից ստացած քարտը։ Կնոջ աչքերը լայն բացվեցին, ճանաչելով անունը։ Դուք ճանաչում եք տնօրեն Բարսեղ Ղազարյանին։ Նա անձամբ է ինձ հրավիրել, պատասխանեց Վիկտորիան, զգալով վստահության կայծ։ Կնոջ արտահայտությունը տատանվեց անհավատության նախանձի մեջ։ Սպասեք այստեղ, հրամայեց նա, արագ հեռանալով քարտով։ Րոպեներ անց նրանց մոտեցավ մի բարձրահասակ, նիհար տղամարդ, անթերի կոստյումով հաշվարկված ժպիտով։ Վիկտորիա, չէ՞։ Ես Ռուբեն Մելքոնյանն եմ, Հայաստանի ձայները գործադիր պրոդյուսերը։ Նա ձեռքը մեկնեց աղջկան, ամբողջովին անտեսելով Արմենին։ Բարսեղը զանգահարել էր, տեղեկացնելով, որ դուք կգաք։ Եկեք հետի դռնից մտնենք, այդպես կխուսափենք այս ամբողջ շփոթությունից։ Վիկտորիան տատանվեց, նայելով Արմենին։ Ձեր փոքրիկ ընկերը կարող է սպասել ընդունարանում, ասաց Ռուբենը, մի ժպիտով, որը չէր հասնում նրա աչքերին։ Դա հաղորդման քաղաքականությունն է, միայն թեկնածուները կուլիսներում։ Արմենը սեղմեց Վիկտորիայի ձեռքը։ Գնա։ Ես այստեղ կսպասեմ այնքան, որքան անհրաժեշտ լինի։ Սիրտը կտկտալով, Վիկտորիան հետեց Ռուբենին կողային մուտքով։ Հակադրությունը դրսի աշխարհի հետ ցնցող էր։ Օթորակված միջանցքներ, շտապող լավ հագնված մարդիկ հեռուստատեսային արտադրության մշտական աղմուկը լի թափով։ Նա կիթառը սեղմեց կրծքին, որպես Վահան այդ տարօրինակ իրականության դեմ։ Ղազարյաններն իսկապես հուն տաղանդների աչք ունեն, մեկնաբանեց Ռուբենը, նրան ուղղորդելով միջանցքների լաբիրինթոսով։ Բայց մենք պետք է հղկենք այս ադամանդը։ Հանդիսատեսը սիրում է հաղթահարման պատմություն, գիտեք։ Փողոցի աղջիկը, ով դառնում է աստղ։ Դա վարկանիշ է բերում։ Նրա տոնի մեջ ինչ-որ բան Վիկտորիային անհարմար զգալ տվեց, բայց մինչ նա կհասցներ պատասխանել, նրանք հասան մի դռան ոսկե աստղով։ Սա կին թեկնածուների հանրակացարանն է։ Դուք այստեղ կմնաք մինչ վաղվա նախնական լսումները։ Ռուբենը բացեց դուռը, բացահայտելով մի մեծ սենյակ մի քանի մահճակալներով, բոլորը զբաղված 10-ից 14 տարեկան աղջիկներով, բոլորը անթերի հագնված, սանրված դիմահարդարված։ Ուրախ զրույցն անմիջապես դադարեց, երբ Վիկտորիան ներս մտավ։ Աղջիկներ, սա Վիկտորիան է, հայտարարեց Ռուբենը։ Մեր խմբի հատուկ անդամը, տնօրեն Ղազարյանի անձնական խնդրանքով։ Զգացեք նրան տանը։ Դառնալով Վիկտորիային, նա ավելացրեց. Հանգստացեք։ Վաղը մեծ օր կլինի։ Հենց Ռուբենը դուրս եկավ, անհարմար լռությունը խախտվեց շիկահեր մազերով կոշտ արտահայտությամբ մի աղջկա կողմից։ Ուրեմն դու։ Ես այն մուրացկան աղջիկը, որին նրանք գտել են փողոցում։ Վիկտորիան զգաց, թե ինչպես է ստամոքսը սեղմվում։ Դա դեռ սկիզբն էր, նա արդեն իրեն ջրից դուրս ձուկ էր զգում։ Բայց նա հիշեց Արմենի խոսքերը բարձրացրեց կզակը։ Նա մինչ այստեղ չէր հասել, որպեսզի հանձնվեր առաջին խոչընդոտին։ Առաջին գիշերը Հայ-TV ստուդիաներում տանջանք էր Վիկտորիայի համար։ Մինչ մյուս աղջիկները հարմարավետ քնում էին իրենց մահճակալներում, նա ստիպված էր բավարարվել հատակին դրված բարակ ներքնակով, քանի որ բավարար մահճակալներ չկային։ Մենք չէինք սպասում լրացուցիչ թեկնածուների, սառնորեն բացատրեց հանրակացարանի վերակացուն, միջին տարիքի մի կին, մշտապես ձանձրացած արտահայտությամբ։ Կիթառը գրկած, Վիկտորիան նայում էր առաստաղին, անկարող քնելու։ Իր փողոցային կյանքի այդ միջավայրի արհեստական շքեղության միջ հակադրությունը շփոթեցնող էր։ Մյուս աղջիկները, իրենց համապատասխանող գիշերազգեստներով, թանկարժեք քսուկներով լի պայուսակներով, կարծես այլ մոլորակի բնակիչներ լինեին։ Հատկապես Ամանդա Վարդանյանը, շիկահեր աղջիկը, ով նրան դիմավորել էր թշնամանքով, ով, ինչպես Վիկտորիան պարզեց, լսելով խոսակցությունները, ազդեցիկ գործարարի դուստր էր արդեն 12 տարեկանում ուներ իր սեփական մենեջերը։ Երբ վերջապես քունը հաղթեց նրան, Վիկտորիան երազեց այն օրորոցայինի մասին, որը մայրը երգում էր, այն մեղեդին, որը երբեք չէր լքել նրան, նույնիսկ երբ ամեն ինչ կորել էր։ Երազում նա տեսնում էր Հելենա Ղազարյանի դեմքը, որը վերադրվում էր իր մոր դեմքին, մի շփոթված պատկերում, որը նրան անհանգիստ էր թողնում։ Արթնացիր, փողոցի աղջիկ։ Սուրճի ժամն է։ Ամանդայի բարձր ձայնը նրան քնից արթնացրեց։ Հանրակացարանը գրեթե դատարկ էր, միայն մի քանի ուշացողներ էին ավարտում պատրաստվելը։
Վիկտորիան ցատկով վեր կացավ, կիթառը դրեց ներքնակի տակ, վազեց ընդհանուր լոգարան, միայն թե պարզի, որ տաք ջուր այլս չկա։ Քեզ համար պետք է տան պես լինի, չէ՞, կատակեց աղջիկներից մեկը, ծիծաղելով իր ընկերուհիների հետ, երբ նրանք դուրս էին գալիս։ Սառը ջրով առանց համապատասխան միջոցների, Վիկտորիան արեց այն, ինչ կարող էր իրեն կարգի բերելու համար։ Դեղին շապիկը, որն այժմ մի փոքր ճմրթված էր, որպես բարձ ծառայելուց հետո, ջինսե տաբատը նրա միակ տարբերակներն էին։ Հայելու մեջ նայելով նա փորձեց հնազանդեցնել անհնազանդ գանգուրները խոնավ ձեռքերով, ցանկանալով, որ տիկին Սիրանուշից խոզանակ խնդրած լիներ։ Ճաշարան դուրս գալիս նա հասկացավ, որ չգիտի, թե որտեղ է այն։ Ստուդիայի միջանցքները ահեղ լաբիրինթոս էին կազմում, հարցնելու համար ոչ ոք չկար մոտակայքում։ Մի քանի րոպե շրջելուց հետո նա ձայներ լսեց, հետեց դրանց ուղղությամբ, վերջապես գտնելով մի մեծ սրահ, որտեղ տասնյակ երեխաներ դեռահասներ նախաճաշում էին։ Բոլոր սեղանները զբաղված էին թվում, արդեն ձավորված խմբերով, որոնք աշխույժ զրուցում էին։ Վիկտորիան վերցրեց սկուտեղ իրեն հաց ու կարագ մի բաժակ կաթ լցրեց, տեղ փնտրելով նստելու համար։ Հեյ, Վիկտորիա, այստեղ։ Ի զարմանս իրեն, մոտավորապես 13 տարեկան մի տղա ալիք էր անում անկյունի սեղանից։ Նա սմաշկ ուներ, կարճ գանգուր մազեր, անկեղծորեն բարեկամական ժպիտ։ Նրա կողքին մի աղջիկ, բնիկի դիմագծերով, ակնհայտորեն ամաչկոտ, նայում էր իր սեփական ուտելիքին։ Ես Ռաֆայելն եմ, Գյումրիից։ Իսկ սա Լուսինեն է, Վանաձորից, ներկայացրեց տղան, երբ Վիկտորիան մոտեցավ։ Կարող ես նստել մեզ հետ։ Շնորհակալություն, շշնջաց Վիկտորիան, թեթացած բարեկամական դեմքեր գտնելուց։ Ինչպես գիտեք իմ անունը։ Ռաֆայելը ուսերը թափահարեց։ Բոլորը գիտեն։ Ղազարյանների հատուկ ընտրյալը, ով ուղիղ փողոցներից է եկել։ Դա պահի բամբասանքն է։ Հիանալի է, հառաչեց Վիկտորիան, առանց մեծ ախորժակի գծելով իր հացը։ Մի անհանգստացիր, ասաց Լուսինեն, առաջին անգամ խոսելով մեղմ հայկական շեշտադրությամբ։ Նրանք խոսում են, որովհետև նախանձում են։ Ղազարյանները երբեք նախկինում անձամբ ոչ մեկին չեն հրավիրել։ Նախքան Վիկտորիան կհասցներ պատասխանել, Ռուբեն Մելքոնյանը մտավ ճաշարան, օգնականների թիմի ուղեկցությամբ։ Շշուկը անմիջապես դադարեց։ Բարի լույս, ապագա աստղեր։ Բացականչեց նա, փորձված ոգորությամբ։ Այսօր մեծ օր է։ Առավոտյան կունենանք հագուստի փորձեր, իսկ կեսօրին փորձեր խմբի հետ։ Հիշեք, ձեզանից միայն 20-ը կանցնեն հեռուստատեսային փուլ, որտեղ կմրցեք 40 միլիոն դրամ մեծ մրցանակի երկրի ամենամեծ ձայնագրման ստուդիայի հետ պայմանագրի համար։ Հուզմունքի շշուկ անցավ սրահով մեկ։ 40 միլիոն դրամն ավելի շատ գումար էր, քան Վիկտորիան կարող էր պատկերացնել։ Նա կարող էր տուն գնել, սովորել, օգնել Արմենին։ Հիմա հետեք ձեր վերակացուներին հագուստի փորձի համար, շարունակեց Ռուբենը։ Հիշեք, Հայաստանի ձայները հաղորդման մեջ բավարար չէ լավ երգելը։ Պետք է աստղի տեսք ունենալ։ Երեխաները վեր կացան, շարքեր կազմելով նշանակված վերակացուների հետում։ Վիկտորիան հետեց Ռաֆայելի Լուսինեի խմբին, իրեն ավելի ապահով զգալով նրանց ընկերակցությամբ։ Հագուստի բաժինը զբաղեցնում էր շենքի մի ամբողջ հարկ։ Գունավոր հագուստների, բոլոր տեսակի կոշիկների, փայլուն աքսեսուարների շարքերը առանձին տեսարան էին կազմում։ Ոճաբաններն ու օգնականները վազվզում էին, գնահատելով յուրաքանչյուր թեկնածուի առանձնացնելով կտորներ։ Խումբ A, այստեղ, կանչեց Նիհար, պլատինե մազերով մի կին։ Խումբ B, հետեք Մարսելոյին։ Խումբ G, Պատրիսիայի հետ։ Վիկտորիան բաժանվեց իր նոր ընկերներից, յուրաքանչյուրը նշանակված էր տարբեր խմբի։ Նա տատանվելով հետեց խումբ G-ին, որտեղ Պատրիսիան, մոտ 40 տարեկան մի կին, խիստ արտահայտությամբ, արդեն քննադատորեն չափում էր յուրաքանչյուր երեխայի։ Անունը, հարցրեց նա, երբ Վիկտորիայի հերթը հասավ։ Վիկտորիա, պատասխանեց աղջիկը, իրեն փոքր զգալով ոճաբանի գնահատող հայացքի տակ։ Պատրիսիան խորհրդակցեց պլանշետի հետ։ Ահ, հատուկ թեկնածուն։ Նրա տոնը պարզ էր դարձնում, որ դա գովեստ չէր համարում։ Նա գլխից մինչ ոտք ուսումնասիրեց Վիկտորիային, դեմքը ծռմռելով դեղին շապիկի վրա։ Դժվար կլինի։ Չափսը։ Ես հստակ չգիտեմ, խոստովանեց Վիկտորիան։ Պատրիսիան աչքերը պտտեց գրպանից, հանեց չափիչ ժապավեն։ Մի քանի արագ կտրուկ չափումներից հետո նա ինչ-որ բան գրեց պլանշետի վրա։
Սպասեք այնտեղ մյուսների հետ։ Վիկտորիան միացավ 5 աղջիկների խմբին, բոլորը տեսանելիորեն միջին կամ բարձր խավից, ապրանքանիշի հագուստներով վստահ կեցվածքով։ Ոչ ոք նրա հետ չխոսեց։ Գրեթե 1 ժամ սպասելուց հետո, որի ընթացքում Վիկտորիան տեսավ, թե ինչպես են մյուս երեխաները փորձում տարբեր էլեգանտ հագուստներ, Պատրիսիան վերջապես նորից հայտնվեց։ Մյուսներն արդեն ուղղվել են դիմահարդարման բաժին, հայտարարեց նա։ Ինչ վերաբերում է ձեզ, Վիկտորիա, մենք ունենք խնդիր։ Ինչ խնդիր, շփոթված հարցրեց աղջիկը։ Մենք չունենք համապատասխան հագուստներ ձեր տեսակի համար, բացատրեց Պատրիսիան ակնհայտ անհարմարությամբ։ Ռուբենը կարծում է, որ ավելի լավ է, որ դուք պահպանեք ձեր սեփական հագուստը։ Նա ինչ-որ բան ասաց իսկության փողոցի պատմությունը պահպանելու մասին։ Վիկտորիան զգաց, թե ինչպես է դեմքը այրվում ամոթից վրդովմունքից։ Բայց ես չեմ ուզում լինելը փողոցի աղջիկը, բողոքեց նա։ Ես պարզապես հավասար հնարավորություն եմ ուզում։ Տես, սիրելիս, սա հեռուստատեսություն է, հառաչեց Պատրիսիան, մի փոքր մեղմացնելով տոնը, նկատելով աղջկա ցնցումը։ Յուրաքանչյուրն ունի իր դերը։ Քոնը տարբեր թեկնածուն լինելն է, նա, ով հաղթահարել է դժվարությունները։ Դա է, ինչը կգրավի հանրությանը։ Իսկ եթե մերժեմ, ապա գուցե ձեզ համար տեղ չլինի հաղորդման մեջ։ Սպառնալիքը, թե նուրբ, պարզ էր։ Վիկտորիան գծեց շրթունքը, զսպելով արցունքները, որոնք սպառնում էին թափվել։ Նա չէր կարող հանձնվել հիմա, ոչ այն բանից հետո, երբ այդքան հեռու էր հասել։ Լավ, վերջապես զիջեց։ Հիանալի է, ժպտաց Պատրիսիան, թեթացած այդ անհարմար զրույցն ավարտելուց։ Գնացեք անմիջապես ստուդիա 3։ Մյուսներն արդեն այնտեղ պետք է լինեն խմբի հետ փորձի համար։ Ստուդիա 3-ը մեծ տարածք էր, կենտրոնական բեմով, որը շրջապատված էր բարդ սարքավորումներով։ Ամբողջական նվագախումբը, հարվածային գործիքներ, բաս, կիթառ, ստեղնաշարային գործիքներ, փողային գործիքներ, սպասում էին դիրիժորի հրահանգներին։ Թեկնածուները փոքր խմբեր էին կազմում, վերանայելով նոտաները կամ վոկալիզացիա պարապելով։ Վիկտորիան նկատեց Ռաֆայելին, աննկատ ալիք արեց։ Նա պատասխանեց ողջույնին, բայց արգելվեց մոտենալ արտադրության օգնականներից մեկի կողմից, ով կազմակերպում էր ելույթների հերթականությունը։ Յուրաքանչյուրը 2 րոպե կունենա խմբի հետ, գործիքավորումները ճշգրտելու համար, բացատրում էր օգնականը։ Դուք պետք է բերած լինեիք ձեր երգերի նոտաները, համաձայն նախնական հրահանգների։ Նոտաներ։ Ոչ ոք Վիկտորիային նոտաների մասին չէր հիշատակել։ Նա զգաց, թե ինչպես է խուճապն աճում։ Նրա երգացանկը գոյություն ուներ միայն իր հիշողության մեջ իր մատներում, կիթառի լարերի վրա։ Հեյ, ինչ պատահեց, դա Լուսինեն էր, ով գաղտագողի մոտեցավ։ Դու վախեցած ես թվում։ Ես նոտաներ չունեմ, խոստովանեց Վիկտորիան։ Երաժշտություն կարդալ չգիտեմ։ Դա խնդիր է, խոստովանեց Լուսինեն։ Բայց գուցե դու կարող ես նվագել դիրիժորի համար, նա կարող է արագ տրանսկրիպցիա անել։ Առաջարկը խելամիտ էր թվում, Վիկտորիան որոշեց, որ դա իր լավագույն տարբերակն է։ Երբ վերջապես հասավ նրա հերթը, գրեթե 2 ժամ սպասելուց հետո, նա ամաչկոտ բարձրացավ բեմ, զգալով բոլորի հայացքները իր վրա։ Անունը ընտրված երգը, հարցրեց դիրիժորը, միջին տարիքի մի տղամարդ, արտահայտված աչքերի տակ մուգ շրջանակներով։ Վիկտորիա։ Ես կերքեմ օրորոցային երգ, պատասխանեց նա, որոշելով երգել այն երգը, որը հետապնդում էր նրան երազներում, իր անցյալի հետ միակ կապը։ Չեմ ճանաչում։ Նոտաները կան։ Ոչ, պարոն։ Բայց ես կարող եմ նվագել, որպեսզի դուք լսեք։ Դիրիժորն անհամբերությամբ նայեց իր ժամացույցին։ Ժամանակ չունենք։ Ձեզ կթողնենք վերջում, հետո կտեսնենք։ Հիասթափությունը Ստամոքսին հարվածի պես էր։ Վիկտորիան իջավ բեմից, իրեն անտեսանելի աննշան զգալով։ Հաջորդ ժամերն անցկացրեց, դիտելով, թե ինչպես է յուրաքանչյուր թեկնածու ստանում անհատական ուշադրություն, ստեղծվում են բարդ գործիքավորումներ, ճշգրտվում են նոտաներ։ Երբ փորձն ավարտվեց, դիրիժորն արդեն հավաքում էր իրերը։ Պարոն, Վիկտորիան ամաչկոտ մոտեցավ։ Իսկ իմ հերթը։ Ահ, առանց նոտաների աղջիկը, հիշեց նա, անկեղծորեն շփոթված թվում։ Ներեցեք, ժամանակը վերջացավ։ Դուք ստիպված կլինեք հաղթահարել ձեր կիթառով։ Գուցե այդպես նույնիսկ ավելի լավ է, ավելի իսկական։ Նորից այդ բառը։ Իսկական։
Վիկտորիան սկսում էր ատել, թե ինչպես էին բոլորը կարծես վճռականորեն պահելու նրան փողոցի իսկական աղջիկը արքղիկում։ Ստուդիայից դուրս գալիս նա գտավ Ռուբենին, զրուցելիս երկու կոստյումով տղամարդկանց հետ դատարկ միջանցքում։ Հանդիսատեսը կսիրի, ասում էր նա, ոգորված։ Փողոցի աղջիկը, ով դիմակայում է բոլոր դժվարություններին։ Եվ գագաթնակետին, երբ նա երգում է։ Վիկտորիան կանգ առավ, թաքնվելով սյունի հետում լսելու համար։ Ներկի դույլը կատարյալ կլինի, շարունակեց Ռուբենը։ Ուղիղ եթերում նվաստացում, իրական դրամա, վարկանիշները բարձր։ Եվ հետո մենք կուսումնասիրենք հաղթահարումը, ուժը դժվարությունների դեմ։ Դա մաքուր հեռուստատեսություն է, պարոններ։ Վիկտորիայի արյունը սառեց։ Նրանք դիտավորյալ պլանավորում էին նվաստացնել իրեն, իր երազանքը վերածել դաժան շոուի, զանգվածներին զվարճացնելու համար։ Այդ պահին նա հասկացավ, որ երբեք իրական հնարավորություն չի ունեցել հավասարապես մրցելու։ Իսկ Ղազարյանները, հարցրեց տղամարդկանցից մեկը։ Նրանք հավանություն տվել են դրան։ Ռուբենը չոր ծիծաղեց։ Ղազարյանները արվեստագետներ են, ապրում են լուսնի վրա։ Նրանք հավատում են, որ հայտնաբերում են տաղանդներ, փոխում կյանքեր։ Թողեք նրանց իրենց ռոմանտիկ պատրանքներով։ Մենք հոգ կտանենք վարկանիշի մասին։ Վիկտորիան դանդաղորեն նահանջեց, սիրտը կրծքին թմբկահարելով։ Նա ուզում էր փախչել այնտեղից, վերադառնալ փողոցներ, որտեղ գոնե սպառնալիքներն ուղիղ էին, ոչ թե թաքնված կեղծ ժպիտներով, դատարկ խոստումներով։ Բայց հետո հիշեց Արմենին, ով սպասում էր իրեն, պարոն Ադամին, տիկին Սիրանուշին, բոլոր նրանց, ովքեր հավատում էին իրեն։ Մեծ ելույթին նախորդող լուսաբացը Վիկտորիան անցկացրեց անքուն։ Ծվարած հանրակացարանի անկյունում, կիթառը ծնկներին, նա դիտարկում էր իր տարբերակները։ Նա կարող էր փախչել, վերադառնալ Երանի փողոցներ, դաժան, բայց անկեղծ կյանք, որը նա գիտեր։ Կամ կարող էր մնալ դիմակայել Ռուբենի կողմից պլանավորված նվաստացմանը, հույս ունենալով, որ այդ փորձից ինչ-որ լավ բան կառաջանա։ Քնել չես կարողանում։ Լուսինեի մեղմ ձայնը զարմացրեց Վիկտորիային։ Բնիկ աղջիկը նստեց նրա կողքին հատակին, մութ աչքերը փայլում էին մթնշաղում։ Սարսափելի բան եմ բացահայտել, շշնջաց Վիկտորիան։ Նրանք պլանավորում են ինձ նվաստացնել բեմում։ Ռուբենը ցանկանում է ներք թափել իմ վրա իմ ելույթի ժամանակ։ Լուսինեի աչքերը լայն բացվեցին։ Ինչպես ես դա իմացել։ Ես լսեցի Ռուբենին, խոսելիս մի քանի տղամարդկանց հետ։ Նա ասաց, որ դա կլինի մաքուր հեռուստատեսություն, որը վարկանիշ կբերի։ Նրանց միջ ծանր լռություն տիրեց։ Լուսինեն բռնեց Վիկտորիայի ձեռքը, համերաշխության պարզ ժեստով։ Իմ տատը, ով մեր գյուղի հոգոր առաջնորդն էր, միշտ ասում էր, որ աշխարհում կան երկու տեսակի մարդիկ։ Նրանք, ովքեր ուրիշներին տեսնում են որպես եղբայրներ, նրանք, ովքեր ուրիշներին տեսնում են որպես սանդուղքներ, շշնջաց Լուսինեն։ Ռուբենը երկրորդ տեսակից է։ Կարծում եմ կգնամ, վերջապես որոշեց Վիկտորիան։ Չեմ կարող այստեղ մնալ, սպասելով, որ ինձ նվաստացնեն։ Եթե գնաս, նրանք կհաղթեն, վճռականորեն պատասխանեց Լուսինեն։ Եվ ավելի կարևոր է, դու երբեք չես իմանա, թե ինչ կարող էր պատահել։ Իմ տատը նա ասում է, որ երբեմն մենք պետք է անցնենք փոթորիկի միջով, ծիածանը տեսնելու համար։ Լուսինեի խոսքերը խորապես արձագանքեցին Վիկտորիայի մեջ։ Նա հիշեց Արմենին, նրա անսասան լավատեսությունը ամենասարսափելի դժվարությունների դեմ։ Եթե դու փողոցներում երգում էիր, առանց մարդկանց արամարանքից վախենալու, ինչու՞։ Վախենալ բեմից, նա պատկերացնում էր, թե ինչպես է նա ասում։ Ես կմնամ, վերջապես հայտարարեց։ Ես կերքեմ, նույնիսկ եթե ինձ վրա ներկի օվկիանոս թափեն։ Լուսինեն ժպտաց, սեղմելով նրա ձեռքը։ Եվ ես քեզ կօգնեմ։ Ռաֆայելն էլ։ Արածակին մնացած մի քանի ժամերն օգտագործվեցին պլան մշակելու համար։ Նրանք չէին կարող կանխել դիվերսիան, բայց կարող էին Վիկտորիային պատրաստել դրան արժանապատվորեն դիմակայելու համար։ Լուսինեն նրան պարտքով տվեց մի փոքրիկ բնիկ ամուլետ, որը միշտ կրում էր հաջողության համար, նրան սովորեցրեց կարճ աղոթք իր մայրենի լեզվով, հոգին հանգստացնելու համար։ Երբ արի առաջին ճառագայթները լուսավորեցին հանրակացարանը, նոր վճռականություն փայլում էր Վիկտորիայի աչքերում։ Ելույթի օրը սկսվեց եռուզեռով։ Հայ TV-ի միջանցքները լի էին ակտիվությամբ։
Տեխնիկները կարգավորում էին սարքավորումները, պրոդյուսերները վազվզում էին պլանշետներով, դիմահարդարներն ու հագուստի դիզայներները վերջին շտկումներն էին անում թեկնածուների վրա։ Վիկտորիան ամեն ինչ դիտում էր այն հանգստությամբ, ով արդեն դժվար որոշում է կայացրել դրա հետ հաշտը։ Երբ մյուս աղջիկներին տարան գեղեցկության սրահ պատրաստվելու համար, նա մնաց միայնակ հանրակացարանում, իրեն կարգի բերելով, ինչպես կարող էր։ Մատներով սանրեց գանգուրները, լվաց դեմքը թարմ ջրով հագավ իր դեղին շապիկը, որն այժմ մաքուր էր, շնորհիվ Լուսինեի, ով այն գաղտնի լվացել էր լոգարանում։ Վիկտորիա, ի՞նչ ես դեռ անում այստեղ, Պատրիսիայի զայրացած ձայնը հնչեց դռնից։ Բոլոր թեկնածուներն արդեն հանդերձարաններում են։ Ոչ ոք ինձ չի կանչել, պարզապես պատասխանեց Վիկտորիան։ Պատրիսիան աչքերը պտտեց, բայց նրա հայացքում ինչ-որ այլ բան կար, գուցե մեղքի մի կայծ։ Արի, ես քեզ կտանեմ։ Դեպի կուլիսներ ճանապարհին նրանք հանդիպեցին Ռուբենին, ով Վիկտորիային մի ժպիտ նետեց, որից նրա ստամոքսը շուռ եկավ անհանգստությունից։ Մեր փոքրիկ աստղը փողոցներից։ Պատրաստ ես փայլելու։ Պատրաստ եմ, պատասխանեց նա, անսասան դիմակայելով նրա հայացքին։ Ռուբենը պահպանականորեն շփոթված թվաց նրա վստահությունից։ Դե, հիշիր։ Պարզապես եղիր ինքդ քեզ։ Հանդիսատեսը սիրում է իսկությունը։ Վերջին բառը լի էր մի իմաստով, որը միայն Վիկտորիան էր լիովին հասկանում։ Մեծ բեմի կուլիսները, որտեղ տեղի էր ունենալու ուղիղ եթերում հաղորդումը, նյարդայնության ոգորության պտույտ էին։ 20 երեխա, ընտրված եզրափակիչ փուլի մասնակիցները, սպասում էին իրենց հերթին, ոմանք վոկալիզացիա էին պարապում, ուրիշներն աղոթում էին, էլի ուրիշները շտապող դիմահարդարների կողմից մշակվում էին։ Վիկտորիան փնտրեց Ռաֆայելին Լուսինեին, գտնելով նրանց մի անկյունում։ Երեքն էլ լուռ գրկախառնվեցին, լուռ դաշինք կազմելով այդ թշնամական միջավայրում։ Հիշիր, շշնջաց Ռաֆայելը, կարևոր չէ, թե ինչ կպատահի բեմում։ Կարևորն այն է, թե ինչ ես անում դրանից հետո։ Արտադրության օգնականներից մեկը անցավ, բաժանելով ելույթների հերթականությունը։ Վիկտորիան 15-րդն էր ելույթ ունենալու, գրեթե հաղորդման վերջում։ Առջում էին անհանգիստ սպասելու ժամեր։ Առաջին ելույթները թեկնածուները դիտում էին կուլիսների մոնիտորով։ Ամանդա Վարդանյանը, շիկահեր աղջիկը, ով այդքան շատ էր կռվել Վիկտորիայի հետ, երրորդն էր ելույթ ունենալու։ Նա անթերի տեխնիկայով երգեց միջազգային փոփ երգ, բայց առանց իրական հույզերի։ Ժյուրին, Բարսեղ Հելենա Ղազարյանները, հայտնի երգչի ուղեկցությամբ, գովաբանեցին նրա տեխնիկան, բայց առաջարկեցին, որ նա կարող է ավելի շատ կապվել երաժշտության հետ։ Երբ Ռաֆայելը բարձրացավ բեմ, Վիկտորիան Լուսինեն նյարդայնորեն գրկախառնվեցին։ Տղան հանրաճանաչ երգի ջազային տարբերակը ներկայացրեց, բոլորին հիացնելով իր բնական խարիզմայով։ Ժյուրին ոգորված գովեստներ հնչեցրեց, հատկապես Հելենա Ղազարյանը, ով մեկնաբանեց նրա կատարման մեջ առկա իսկական հոգու մասին։ Լուսինեն 11-րդն էր։ Նրա նուրբ եթերային ձայնը, երգելով իր տարածաշրջանի ավանդական երգը, կախարդական պահ ստեղծեց բեմում։ Բարսեղ Ղազարյանը հատկապես հուզված թվաց, մեկնաբանելով, թե ինչպես է երգը իրեն տեղափոխում հեռավոր, գրեթե մոռացված հիշողություններ։ Երբ ելույթները շարունակվում էին, Վիկտորիան զգում էր, թե ինչպես է լարվածությունն աճում։ Նա ուշադիր դիտում էր բեմի տեխնիկներին, փորձելով պարզել, թե ով է ներգրավված իրեն նվաստացնելու պլանում։ Նա նկատեց երկու տղամարդու, ովքեր ինչ-որ բան էին տեղադրում բեմի վերում, մի տարածքում, որը սովորաբար օգտագործվում էր հատուկ էֆեկտների համար։ Նրա սիրտը սկսեց արագ բաբախել, բայց նա խորը շունչ քաշեց, հիշելով իր ընկերների խոսքերը։ Վերջապես, հասավ նրա հերթը։ Մի օգնական կանչեց նրան, մեկ անգամ ստուգելով նրա անունը ցուցակում։ Դուք կիթառով եք։ Չեք ուզում խումբն օգտագործել։ Նախընտրում եմ ինքս նվագել, շնորհակալություն, պատասխանեց Վիկտորիան, գործիքը սեղմելով կրծքին։ Ինչպես կցանկանաք։ Հաջողություն։ Բեմ դուրս գալուց վերջին պահերին Վիկտորիան իր ուսին ձեռք զգաց։ Դա Ամանդան էր։ Ծիծաղելի դեր կխաղաս դրսում, փողոցի աղջիկ, շշնջաց նա արամարանքով։ Իրոք։ Կարծում ես, որ շանս ունես մեր դեմ, ովքեր ամբողջ կյանքում երաժշտություն են սովորել։ Դու նույնիսկ նոտաներ կարդալ չգիտես։ Վրդովվելու փոխարեն Վիկտորիան պարզապես ժպտաց։ Երաժշտությունը միայն թանկ դպրոցներում չեն սովորում, Ամանդա։ Սովորում են ապրելով։
Շիկահեր աղջիկը պահպանականորեն շփոթված թվաց, բայց շուտով վերականգնեց իր հանգստությունը։ Դե, վայելիր քո 15 վայրկյան փառքը կամ ավելի լավ է, ամոթը։ Դաժան ծիծաղով նա արագ հեռացավ դեպի տեխնիկների խումբը, նրանց հետ փոխանակելով համաձայնության հայացքներ։ Վիկտորիա, Երանի փողոցներից, հայտարարեց հաղորդավարը, փայլուն կոստյումով չափազանց սպիտակ ժպիտով մի տղամարդ։ Հաղթահարման պատմություն, որը դուք կարող եք տեսնել միայն Հայաստանի ձայները հաղորդման մեջ։ Ոտքերը թեթակի դողալով, Վիկտորիան քայլեց դեպի լուսավորված բեմ։ Լիքը հանդիսատեսը հետաքրքրությամբ նայում էր նրան։ Առաջին շարքերում ժյուրին։ Բարսեղ Հելենա Ղազարյանները կողք կողքի նրան դիտում էին հատուկ, գրեթե անհանգիստ ուշադրությամբ։ Երրորդ ժյուրին հայտնի երգիչ, ում անունը Վիկտորիան չէր կարողանում հիշել նյարդայնության այդ պահին։ Նա դիրքավորվեց խոսափողի դիմաց, կարգավորելով կիթառը։ Դահլիճում տիրող լռությունը գրեթե շոշափելի էր, լի սպասումով։ Արագ նայելով վեր, Վիկտորիան տեսավ այն, ինչից վախենում էր։ Դույլը թաքնված էր լուսավորության սարքավորումների մեջ, տեղադրված ուղիղ իր վերում։ Խնդրում եմ, ասեք ձեր ամբողջական անունը այն երգը, որը կներկայացնեք, խնդրեց հաղորդավարը։ Իմ անունը Վիկտորիա է, պատասխանեց նա, ձայնը ավելի ամուր, քան սպասում էր։ Պարզապես Վիկտորիա։ Եվ ես կերքեմ մի երգ, որը մայրս էր երգում ինձ համար, նախքան բաժանվելը։ Ես չգիտեմ դրա անունը, ուստի այն անվանում եմ օրորոցային երգ։ Հելենա Ղազարյանը տեսանելիորեն առաջ թեքվեց իր աթոռին, արագ ինտենսիվ հայացք փոխանակելով ամուսնու հետ։ Նրա աչքերում ինչ-որ բան կար, զարմանքի, հույսի վախի խառնուրդ, որը Վիկտորիան չհասկացավ։ Խորը շունչ քաշելով, նա նվագեց կիթառի առաջին ակորդները։ Հենց այդ պահին ամեն ինչ տեղի ունեցավ։ Դույլը շրջվեց, նրա վրա թափելով մածուցիկ, մանուշակագույն հեղուկ։ Ներկը ծածկեց նրա մազերը, հոսեց դեմքով բծոտեց նրա դեղին շապիկը։ Մի վայրկյանի բացարձակ ցնցում, որին հաջորդեցին դաժան ծիծաղներ հանդիսատեսից։ Վիկտորիան սառեց, կիթառը մասամբ պաշտպանված այն դիրքով, որում էր։ Նա տեսավ ամանդային կուլիսներում, բացահայտ ծիծաղելիս։ Ռուբենը, մի փոքր հեռու, դիտում էր գոհ ժպիտով։ Նվաստացումը ճիշտ այնպես էր, ինչպես պլանավորված էր։ Հելենա Ղազարյանը սարսափած վեր կացավ, ձեռքերը բերելով բերանին։ Բարսեղը նույնքան ցնցված թվաց։ Երրորդ ժյուրին շուրջն էր նայում, շփոթված, չհասկանալով, թե արդյոք դա շոուի մի մասն էր։ Կտրիր, կտրիր, գոռաց տնօրենը։ Գովազդային ընդմիջում։ Բայց տեսախցիկները շարունակում էին նկարահանել։ Դա ռեալիթի շոու էր իր ամենահում ձով, իրական նվաստացում, ուղիղ եթերում, դրամայի ծարավ հանդիսատեսի սադիստական հաճույքի համար։ Վիկտորիան զգաց, թե ինչպես է սառը հեղուկը հոսում իր դեմքով, մտնում աչքերի մեջ, բծոտելով իր միակ պատշաճ հագուստը։ Մի պահ նա ուզում էր վազել, թաքնվել, վերադառնալ փողոցների անանունություն, որտեղ գոնե դաժանությունն անկեղծ էր։ Այնուհետ, ինչ-որ բան պատահեց։ Բարսեղ Հելենա Ղազարյանները միաժամանակ վեր կացան, սկսեցին քայլել դեպի բեմ, անտեսելով պրոդյուսերների բողոքները։ Նրանց դեմքերը փոխակերպված էին անկեղծ վրդովմունքից։ Այդ պահին Վիկտորիան տեսավ Ռաֆայելին Լուսինեին կուլիսներում, երկուսն էլ խրախուսական ժեստեր էին անում։ Ռաֆայելը բարձրացրեց բռունցքը, նույն ժեստը, որը միշտ անում էր Արմենը։ Եվ իր մտքում Վիկտորիան լսեց ընկերոջ ձայնը։ Նրանք միայն կհաղթեն, եթե դու թույլ տաս։ Աչքերից ներկը սրբելով արդեն բծոտված թքով, Վիկտորիան նորից կարգավորեց կիթառը։ Կարող եմ շարունակել, հարցրեց նա հաղորդավարին, ով կարծես լիովին շփոթված էր, թե ինչպես վարվել։ Ես դե այո, իհարկե, կակազեց նա, կատաղի կերպով նայելով տնօրեններին, ուղղորդում փնտրելով։ Վիկտորիան նորից նվագեց առաջին ակորդները։ Նրա ձայնը, երբ վերջապես դուրս եկավ, զարմացրեց բոլորին, ներառյալ իրեն։ Այն մաքուր էր, հզոր, լի մի զգացմունքով, որը ոչ մի պաշտոնական մարզում չէր կարող սովորեցնել։ Լուսին, օրորիր երազներ պարելու երկնքում, ծովում քո հայացքումը։ Մեղմ, գրեթե հիպնոսական մեղեդին անմիջապես լռեցրեց ծիծաղները։ Հանդիսատեսը, նախկինում ծաղրող, հիմա հարգալից լռությամբ էր լսում։ Կուլիսներում նույնիսկ Ամանդան դադարեց ծիծաղել, դիտելով աճող անհարմարությամբ։ Երեխան երազում է լուսնի թերի վրա, մի օր կթռչի և աշխարհը կնվաճի։ Յուրաքանչյուր նոտայով Վիկտորիայի ձայնը ավելի շատ վստահություն ուժ էր ստանում։
Ներկը շարունակում էր հոսել, բայց այլս կարոր չէր։ Նա տրանսի մեջ էր, երաժշտության կողմից տեղափոխված մի վայր, որտեղ ոչինչ չէր կարող վնասել նրան։ Հելենա Ղազարյանը կանգ էր առել բեմի կես ճանապարհին, կաթվածահար երգից։ Նրա դեմքը, նախկինում վրդովմունքից այլասերված, հիմա բացարձակ անհավատության արտահայտություն էր ցույց տալիս։ Արցունքները սկսեցին հոսել նրա դեմքով։ Այդ երգը, շշնջաց նա Բարսեղին, ով նույնպես խորապես ցնցված թվաց։ Ինչպես է նա կարողանում իմանալ այդ երգը։ Անհնար է, շշնջաց նա, ձայնը խեղդված հույզերից։ Եթե միայն… Կիթառի վերջին ակորդները արձագանքեցին դահլիճում բացարձակ լռությամբ։ Երբ վերջին նոտան մարեց, լռության պահ եղավ, կարծես ամբողջ աշխարհը դադարել էր շնչելու համար։ Այնուհետ, հանդիսատեսը պայթեց ծափահարություններով։ Ոչ թե քաղաքավարի կամ կարեկցող ծափահարություններ, այլ անկեղծ ծափահարություններ, ճանաչում, որ նրանք ականատես էին եղել արտասովոր բանի։ Վիկտորիան, դեռ ներկով ծածկված, ամաչկոտ ժպտաց։ Ծափահարությունները շարունակվում էին, աճելով ինտենսիվությամբ։ Մարդիկ վեր էին կենում, սուլում, բղավում, բրավո։ Առաջին շարքում Հելենա Ղազարյանը բացահայտ լացում էր, մինչ Բարսեղը գրկում էր նրան ուսերից, նույնպես տեսանելիորեն հուզված։ Երբ ծափահարությունները վերջապես մարեցին, հաղորդավարը, դեռ տեսանելիորեն շփոթված, մոտեցավ Վիկտորիային։ Հուզիչ ելույթ, ասաց նա, փորձելով վերականգնել հաղորդման վերահսկողությունը։ Լսենք մեր ժյուրիի անդամներին։ Բարսեղ Ղազարյան, ձեր տպավորությունները։ Բայց Բարսեղը կարծես անկարող էր խոսել։ Նրա աչքերը հառած էին Վիկտորիային, ուսումնասիրելով նրա դեմքի յուրաքանչյուր դետալը մանուշակագույն ներկի դիմակի հետից։ Նրա կողքին Հելենան տեսանելիորեն դողում էր, ձեռքերով սեղմելով արցունքներով արդեն թրջված թաշկինակը։ Այդ երգը, վերջապես կարողացավ ասել Բարսեղը, ձայնը հույզերից կոշտացած։ Որտեղից եք դուք այն ճանաչում։ Վիկտորիան, դեռս ցնցված հանրության արձագանքից, պարզապես պատասխանեց. Մայրս ամեն գիշեր երգում էր ինձ համար։ Դա նրա մասին միակ պարզ հիշողությունն է, որ ես ունեմ։ Հելենան բացահայտ հեկեկաց, վեր կենալով իր աթոռից։ Այդ երգի միայն մեկ տարբերակ կա, ասաց նա, ձայնը դողդոջուն։ Ես այն գրել եմ իմ աղջկա, Վալենտինայի համար։ Բնօրինակ երգ, երբեք չհրատարակված, երբեք չձայնագրված։ Շշուկ անցավ հանդիսատեսի միջով։ Վիկտորիան զգաց, թե ինչպես է սիրտը արագանում գրեթե ցավոտ ռիթմով։ Վալենտինան կորել է Երան Սան մայրուղու վրա տեղի ունեցած վթարի ժամանակ, 5 տարի առաջ, շարունակեց Հելենան, այժմ դանդաղ քայլելով դեպի բեմ։ Մենք Գյումրիից էինք վերադառնում, երբ մեր մեքենան սահեց անձրի տակ։ Փրկարարական աշխատանքների շփոթության մեջ ինչ-որ մեկը տարավ մեր աղջկան, մտածելով, որ օգնում է։ Մենք նրան այլս չգտանք։ Այժմ Վիկտորիայից մի քանի մետր հեռավորության վրա Հելենան կանգ առավ, ինտենսիվորեն ուսումնասիրելով աղջկա դեմքը։ Նա 7 տարեկան էր։ Եվ մի փոքրիկ կիթառ, հատուկ նրա համար պատրաստված, թիթեռների կպչուն պիտակներով կողքին։ Բնազդաբար, Վիկտորիան նայեց իր կիթառին։ Տարիների կեղտի վերադրված նոր կպչուն պիտակների տակ դեռ հնարավոր էր տարբերակել կապույտ թիթեռի գունաթափված ուրվագիծը։ Վթարից հետո շշնջաց Վիկտորիան, հիշողության բեկորները դուրս գալիս խորը լճի պղպջակների պես, մի տիկին ինձ տարավ Արտաշատի ապաստան։ Ես չէի հիշում իմ ազգանունը։ Միայն գիտեի իմ անունը, Վիկտորիա, ունեի կիթառը։ Վալենտինա Վիկտորիա Ղազարյան, շշնջաց Հելենան, այժմ ընդամենը 1 քայլ հեռավորության վրա։ Ձեր երկրորդ անունը Վիկտորիա էր, իմ մոր անունը։ Բոլորը ձեզ Վիվի էին կանչում։ Ստուդիայում լռությունը բացարձակ էր։ Տեսախցիկները ֆիքսում էին այդ արտասովոր տեսարանի յուրաքանչյուր պահը, ուղիղ եթերով միլիոնավոր հայկական տներ հաղորդելով այն, ինչը կարծես հեռուստանովելի սցենար էր, բայց իրական, հուզիչ իրականություն էր։ Բարսեղը միացավ կնոջը բեմում։ Դողացող ձեռքերով նա գրպանից թաշկինակ հանեց, նրբորեն մաքրեց ներկի մի մասը Վիկտորիայի դեմքից, բացահայտելով ձախ քունքի մոտ մի փոքր ծննդանշան, կիսալուսնի տեսքով մի փոքր բիծ։ Դա նա է, հաստատեց նա, ձայնը խեղդված հույզերից։ Դա մեր Վիվին է։ Այդ պահին Հելենայի ամբողջ հանգստությունը փլուզվեց։ Մի հեկեկանքով, որը կարծես նրա հոգու խորքից էր գալիս, նա ամբողջ ուժով գրկեց Վիկտորիային, առանց անհանգստանալու այն ներկի մասին, որը բծոտում էր նրա էլեգանտ սպիտակ զգեստը։
Իմ աղջիկ, լացում էր նա, բառերը գրեթե անհասկանալի հեկեկանքների միջ։ Իմ փոքրիկ աղջիկ։ Վիկտորիան, անշարժացած բացահայտման ցնցումից, թույլ տվեց իրեն գրկել։ Հիշողության բեկորները սկսեցին համընկնել։ Պարտեզով տունը իր երակայության արդյունքը չէր։ Իր մշուշոտ հիշողությունների կինը Հելենան էր։ Երգը, որը հետապնդում էր նրան երազներում, իսկապես իր մոր երգն էր։ Ես միշտ գիտեի, շշնջաց նա, արցունքները հետքեր թողնելով իր դեմքը ծածկող ներկի վրա։ Ինչ-որ կերպ, ես միշտ գիտեի, որ ձեզ եմ փնտրում։ Բարսեղը միացավ գրկախառնությանը, գրկելով կնոջը դստերը։ Երեքն էլ մնացին այդպես, վերամիավորման քավության միջուկը ստուդիայի քաոսի մեջ, որտեղ պրոդյուսերները վազվզում էին, փորձելով հասկանալ, թե ինչ անել հաղորդման այդ անսպասելի շրջադարձի հետ։ Հանդիսատեսը, աստիճանաբար հասկանալով այն հրաշքը, որին ականատես էին լինում, նորից սկսեց ծափահարել։ Այս անգամ դրանք ոչ թե երաժշտական տաղանդի հիացմունքի ծափահարություններ էին, այլ շատ ավելի խորը բանի տոնակատարություն, վերամիավորում, որը մարտահրավեր էր նետում բոլոր հավանականություններին։ Երրորդ ժյուրին, աննկատ սրբելով արցունքը, միացավ ոտնակող ծափահարություններին։ Կուլիսներում Լուսինեն Ռաֆայելը գրկախառնվեցին, հուզված ընկերուհու համար։ Նույնիսկ այն աղջիկներից ոմանք, ովքեր ծաղրել էին Վիկտորիային, կարծես հուզված էին, բացառությամբ Ամանդայի, ով տեսարանը դիտում էր թթու արտահայտությամբ։ Միակը, ով կարծես չէր կիսում ընդհանուր հույզը, Ռուբենն էր։ Դեմքը զայրույթից այլասերված, նա կատաղի կերպով ժեստեր էր անում տնօրեններին, մատնացույց անելով իր ժամացույցը, նշելով, որ պետք է անցնեն գովազդային հոլովակներին։ Սա անընդունելի է, բացականչեց նա, առաջանալով դեպի բեմ։ Մենք ամբողջովին հետ ենք ժամանակացույցից։ Մենք պետք է շարունակենք մյուս ելույթները։ Դաժան ընդհատումը խախտեց այն հույզերի պղպջակը, որը շրջապատում էր նոր վերամիավորված ընտանիքին։ Բարսեղը շրջվեց, զսպված զայրույթով նայելով Ռուբենին։ Ինչպե՞ս եք համարձակվում, հարցրեց նա ցածր ձայնով, բայց լի իշխանությամբ։ Ինչպե՞ս եք համարձակվում ընդհատել այս պահը։ Եվ ավելի կարևոր է, ինչպե՞ս եք համարձակվում պլանավորել երեխայի նվաստացումը, ձեր վարկանիշները բարձրացնելու համար։ Ռուբենը գունատվեց։ Չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում։ Ես ամեն ինչ լսել եմ, միջամտեց Վիկտորիան, ձայնը զարմանալիորեն ամուր։ Ես լսել եմ, թե ինչպես եք պլանավորում ներք թափել իմ վրա, ասելով, որ դա կլինի մաքուր հեռուստատեսություն։ Որ դա վարկանիշ կբերի։ Վրդովմունքի շշուկներ անցան հանդիսատեսի միջով։ Տեսախցիկները դեռ նկարահանելով ֆիքսում էին ամեն ինչ Ռուբենի մեղավոր դեմքը, Բարսեղի վրդովմունքը, ներկով դեռ ծածկված Վիկտորիայի մարտահրավեր նետող արտահայտությունը։ Սա անհեթեթություն է, կակազեց Ռուբենը։ Այս աղջկա հորինվածքը, ուշադրություն գրավելու համար։ Բոլորը գիտեն, որ նա փողոցներից է եկել, հավանաբար սովոր է ստել, գոյատելու համար։ Դա վերջին կաթիլն էր։ Հելենան, սովորաբար Ղազարյան զույգի ամենազսպվածը, առաջացավ դեպի Ռուբենը, աչքերը մայրական զայրույթից փայլում էին։ Դուք հենց նոր մեղադրեցիք իմ աղջկան ստախոս լինելու մեջ, իր սոցիալական վիճակի պատճառով, հարցրեց նա, յուրաքանչյուր բառը սառույցով լի։ Դուք գաղափար ունեք, թե ով եմ ես, Ռուբեն։ Ոչ միայն ժյուրիի անդամ, այլ այս հաղորդման գործադիր պրոդյուսեր համասեփականատեր։ Ռուբենը մեկ քայլ հետ քաշվեց, հանկարծակի գիտակցելով իր վիճակի լրջությունը։ Հելենա, ես կարող եմ բացատրել։ Այսօր այստեղ տեղի ունեցածի համար բացատրություն չկա, հրամանատարաբար ընդհատեց նա։ Դուք ազատված եք աշխատանքից։ Եվ կարող եք վստահ լինել, որ ձեր գործողությունների համար իրավական հետանքներ կլինեն։ Հանդիսատեսը նորից պայթեց ծափահարություններով։ Կուլիսներում օգնականներն ու տեխնիկները, ովքեր միշտ վախեցել էին Ռուբենից, թեթացման բավարարվածության հայացքներ էին փոխանակում։ Դուք չեք կարող ինձ ազատել, հուսահատորեն բողոքեց Ռուբենը։ Այս հաղորդումը իմն է։ Ես եմ ստեղծել Հայաստանի ձայները։ Հաղորդումը պատկանում է Ղազարյան Պրոդաքշնին, պատասխանեց Բարսեղը, ընդունելով այն պրոֆեսիոնալ տոնը, որը նրան դարձրել էր երկրի ամենահարգված տնօրեններից մեկը։ Դուք վարձվել եք այն արտադրելու համար, ոչ ավելին։ Եվ դուք հենց նոր խախտել եք մեր պայմանագրի բոլոր էթիկական սկզբունքները։ Երկու անվտանգության աշխատակիցներ արդեն մոտենում էին, պատրաստ Ռուբենին դուրս ուղեկցելու։ Բայց մինչ նրանք կհասնեին նրան, մի ձայն բարձրացավ կուլիսներից։ Սպասեք, դա Ամանդա Վարդանյանն էր, ով վճռական արտահայտությամբ առաջացավ դեպի բեմ։ Նա մենակ չի գործել։
Նոր լռություն տիրեց ստուդիայում։ Ամանդան, սովորաբար այդքան ինքնավստահ, հիմա փոքրիկ խոցելի էր թվում ուժեղ լույսերի տակ։ Ռուբենն ինձ հաղթանակ էր խոստացել, խոստովանեց նա, ձայնը դողդոջուն։ Ասաց, որ ես կլինեմ հաջորդ մեծ աստղը, որ իմ ծնողները կարիք չեն ունենա հսկայական գումարներ ծախսել երգի դասերի վրա։ Փոխարենը, ես կօգնեի Վիկտորիայի դեմ պլանում։ Ես էի, ով գործարկեց այն սարքը, որը թափեց ներկը։ Վիկտորիան Ամանդային դիտում էր ցնցումի խղճահարության խառնուրդով։ Շիկահեր աղջիկը, միշտ այդքան ամբարտավան, հիմա թվում էր միայն այն, ինչ իրականում էր։ Մի երեխա, ով ստիպված է շատ արագ մեծանալ, հաղթել ցանկացած գնով։ Ինչու՞։ Եք դա հիմա խոստովանում, հարցրեց Վիկտորիան։ Ամանդան նայեց հատակին։ Որովհետև երբեք չէի պատկերացնում, որ այդպես կլինի։ Ես կարծում էի, որ դա պարզապես կատակ կլինի, հեռուստատեսային հաղորդման խաբեություն։ Բայց երբ տեսա ձեր դեմքը ներկով ծածկված, երբ լսեցի ձեր ձայնը, նույնիսկ այդպես, եսը։ Նա կուլ տվեց։ Ես հասկացա, որ ինչ-որ բան սխալ էր ինձ հետ, ոչ թե ձեզ հետ։ Բարսեղը մոտեցավ Ամանդային, նրբորեն ձեռքը դնելով նրա ուսին։ Դուք շատ երիտասարդ եք, որպեսզի այդպիսի մեղքը միայնակ կրեք։ Մեծահասակները, ովքեր թույլ տվեցին դա, իրականում պատասխանատուներն են։ Ռուբենը, օգտվելով շեղումից, փորձեց գաղտագողի փախչել, բայց արագորեն կանգնեցվեց անվտանգության աշխատակիցների կողմից։ Մինչ նրան դուրս էին ուղեկցում, նա սպառնալիքներ վիրավորանքներ էր բղավում, տեսարան, որը հաջորդ օրերի նորություններում բազմիցս կցուցադրվեր վիրուսային կդառնար սոցիալական ցանցերում։ Ռուբենի հեռանալով, ստուդիայում նոր էներգիա տիրեց։ Բարսեղը, բնականաբար ստանձնելով ղեկավարությունը, դիմեց հանրությանը տեսախցիկներին։ Ներողություն եմ խնդրում այսօր ականատես եղած ցավալի միջադեպի համար։ Հայաստանի ձայները ստեղծվել է տաղանդները նշելու, ոչ թե որը մեկին նվաստացնելու համար։ Բայց երբեմն, քաոսի մեջ, մենք հրաշքներ ենք գտնում։ Նա ժպտաց Վիկտորիային, ով դեռ գրկած էր Հելենայի կողմից։ Այսօր իմ ընտանիքը նորից ամբողջական է։ Եվ կարծում եմ, որ դրանից հետո ոչ մի մրցույթ չի կարող շարունակվել։ Ես հայտարարում եմ, որ մրցանակը հավասարապես կբաժանվի բոլոր եզրափակիչ փուլի մասնակիցների միջ, որպեսզի նրանք կարողանան ներդրումներ կատարել իրենց երաժշտական կարիերայում։ Հանդիսատեսը պայթեց ծափահարություններով 4-րդ անգամ այդ արտասովոր գիշերվա ընթացքում։ Եզրափակիչ փուլի մասնակիցները, ներառյալ Ռաֆայելը Լուսինեն, վազեցին դեպի բեմ, գրկելով Վիկտորիային շնորհավորելով նրան հրաշքային վերամիավորման կապակցությամբ։ Շփոթության մեջ Հելենան մի բան հիշեց։ Վիկտորիա, դու ընկերոջդ մասին հիշատակեցիր։ Արմենը։ Որտեղ է նա։ Ընդունարանում պատասխանեց Վիկտորիան հանկարծակի անհանգստացած ընկերոջ համար, ով պետք է ժամերով սպասած լիներ։ Նա ինձ համար եղբոր պես է, օգնեց ինձ գոյատել փողոցներում։ Ես չեմ կարող լքել նրան։ Եվ չես լքի, հավաստիացրեց Բարսեղը, ջերմ ժպիտով։ Բերեք նրան այստեղ։ Յուրաքանչյուր ոք, ով հոգ տարավ մեր աղջկա մասին, երբ մենք չէինք կարող, այժմ ընտանիքի անդամ է։ Մի օգնական ուղարկվեց Արմենին բերելու, ով րոպեներ անց հասավ բեմ, աչքերը լայն բացված զարմանքից, թե ինչ է կատարվում։ Տեսնելով Վիկտորիային ներկով ծածկված, բայց ժպտացող Բարսեղի Հելենայի միջ, նա անմիջապես հասկացավ։ Ես գիտեի, բացականչեց նա, վազելով գրկելու ընկերուհուն։ Ես միշտ ասել եմ, որ դու կգտնես քո ընտանիքը։ Վիկտորիայի վերամիավորումը Արմենի հետ նոր արցունքներ բերեց Հելենայի աչքերին։ Դու նույնպես կգաս տուն մեզ հետ, հաստատեց նա, գրկելով կոշիկագործ տղային։ Չգիտեմ, թե ինչպես, բայց մի միջոց կգտնենք։ Ոչ մի երեխա չպետք է ապրի փողոցներում։ Հաղորդումն ավարտվեց լիովին այլ կերպ, քան պլանավորված էր։ Պաշտոնական հաղթող չկար, ոչ էլ գավաթ հանձնվեց ծափահարությունների ներքո։ Փոխարենը հայկական հեռուստադիտողները ականատես եղան շատ ավելի արժեքավոր բանի, երկրորդ հնարավորությունների, ընտանիքի այն մասին, թե ինչպես երբեմն երաժշտությունը կարող է կամուրջներ կառուցել ամենախոր անդունդների վրայով։ Հաջորդող ամիսներին Վիկտորիայի կամ Վալենտինա Վիկտորիա Ղազարյանի, ինչպես պաշտոնապես սկսեցին նրան անվանել, պատմությունը գրավեց երկրի երակայությունը։ Թերթերը, ամսագրերը, հեռուստատեսային հաղորդումները մրցում էին ընտանիքի հետ հարցազրույցների համար։ Ղազարյան Պրոդաքշնը միլիոնավոր դոլարների առաջարկներ ստացավ գործի հիման վրա վավերագրական ֆիլմերի համար։
Բայց ամենակարևորը տեղի ունեցավ հանրության ուշադրությունից հեռու։ Վալենտինան աստիճանաբար հարմարվեց նոր կյանքին, նորից սովորելով կայուն տան հարմարավետությունը, կանոնավոր դպրոցում սովորելու հաճույքը, առանց վախի քնելու անվտանգությունը։ Թիթեռների կպչուն պիտակներով կիթառը վերականգնվեց մասնագետ լյութերի կողմից պատվավոր տեղ զբաղեցրեց նրա նոր սենյակում։ Արմենը նույնպես իր տեղը գտավ ընտանիքում։ Բարդ, բայց հաջողակ գործընթացից հետո Ղազարյանները ստացան նրա օրինական խնամակալությունը։ Տղան, ով երբեք չէր կորցրել իր լավատեսությունը նույնիսկ փողոցների ամենադժվար օրերին, ծաղկեց նոր միջավայրում, դրսևորվելով որպես տաղանդավոր ուսանող Վալենտինայի հավատարիմ եղբայր։ Հելենան, ոգեշնչված փորձից, հիմնադրեց մի հիմնադրամ նվիրված անհետացած երեխաներին գտնելուն փողոցային երիտասարդներին օգնելուն։ Վալենտինա հիմնադրամը արագորեն դարձավ Հայաստանի ամենահարգված սոցիալական աջակցության կազմակերպություններից մեկը, մի քանի մայրաքաղաքներում ունենալով ընդունելության կենտրոններ։ Ռուբեն Մելքոնյանը բախվեց իր գործողությունների հետանքներին։ Մանրակրկիտ հետաքննությունից հետո հայտնաբերվեց չարաշահումների մանիպուլյացիաների պատմություն տարբեր հաղորդումներում, որոնք նա արտադրել էր։ Մեղադրվելով խարդախության ոտնձգությունների բարոյական վնասի համար, նա կորցրեց իր հեղինակությունը արդյունաբերության մեջ դատապարտվեց 3 տարվա հանրային աշխատանքների, ինչպես նա զգալի փոխհատուցումներ վճարելու զոհերին։ Ամանդա Վարդանյանը, մտորումների թերապիայի շրջանից հետո, փոխվեց։ Ցավալի փորձը նրան սովորեցրեց խոնարհություն կարեկցանք։ Տարիներ անց, արդեն դեռահաս, նա Վալենտինան նորից կհանդիպեին շատ տարբեր հանգամանքներում, անհավանական բարեկամություն կծնվեր հին մրցակիցների միջ։ Ինչ վերաբերում է երաժշտությանը, Վալենտինան երբեք չլքեց այն։ Նրա տաղանդը, այժմ սնուցված պաշտոնական դասերով հարստացված իր ապրած փորձառություններով, ծաղկեց այնպես, որ զարմացրեց բոլորին։ 16 տարեկանում նա թողարկեց իր առաջին անկախ ալբոմը, երգերի հավաքածու, որոնք խոսում էին կորստի, հանդիպման ճակատագիրը շարժող տարօրինակ երաժշտության մասին։ Այդ ալբոմի առաջին երգը, որը պարզապես կոչվում էր «Արձագանքներ», սկսվում էր նույն ակորդներով, ինչ օրորոցայինը, որը Հելենան գրել էր տարիներ առաջ, բայց զարգանում էր լիովին նոր բանի, երաժշտական երկխոսություն անցյալի ներկայի միջ, կորած աղջկա գտնված երիտասարդ կնոջ միջ։ Բայց գուցե այս պատմության ամենագեղեցիկ մասը տեղի ունեցավ մի սովորական կեսօր, հեռուստատեսային ճակատագրական հաղորդումից 3 տարի անց։ Վալենտինան Արմենը, այժմ լավ խնամված երջանիկ դեռահասներ, անսպասելի այց կատարեցին Սարյանի այգի, որտեղ նրանք սովորաբար ապաստան էին գտնում անձրոտ օրերին։ Նրանք իրենց հետ վերցրեցին կիթառներ մի փոքրիկ ուժեղացուցիչ։ Առանց հայտարարության, առանց գովազդի, նրանք սկսեցին նվագել անցորդների համար։ Մի փոքր ամբոխ հավաքվեց, գրավված երաժշտության գեղեցկությամբ երկու երիտասարդ երաժիշտների միջ ակնհայտ սիներգիայով։ Այնտեղ ոչ ոք, բացի իրենցից, չգիտեր, որ նրանք նայում էին հաղորդման հայտնի աղջկան, որն այժմ վերածվել էր վստահ երիտասարդ արտիստի։ Իմպրովիզացված ելույթի ավարտին մի տարեց տիկին մոտեցավ, աչքերը հույզերից փայլում էին։ «Ձեր ձայնը ինչ-որ մեկին է հիշեցնում ինձ», ասաց նա Վալենտինային։ Մի փոքրիկ աղջիկ, ով այստեղ էր երգում մի քանի տարի առաջ։ Հրեշտակային ձայն ուներ, բայց այնքան միայնակ էր թվում։ Վալենտինան ժպտաց, Արմենի հետ համաձայնության հայացք փոխանակելով։ Նա այլս միայնակ չէ, պարզապես պատասխանեց։ Իրականում, կարծում եմ, որ երբեք էլ չի եղել։ Պարզապես դեռ չգիտեր։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Վիկտորիայի պատմությունը նրա ճանապարհը Երանի փողոցներից մինչ ընտանիքի հետ վերամիավորումը դիպել է ձեր սրտերին։ Այս հուզական ճանապարհորդությունը շարունակելու համար մենք հատուկ երգացանք ենք պատրաստել, նույնքան գրավիչ փոխակերպող պատմություններով։ Գտեք այն այստեղ, սեղմելով ձեր ձախ կողմում։ Եթե ձեզ դուր եկավ այս պատմությունը, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին թողնելը հավանել տեսանյութին։ Ամեն օր մենք ներկայացնում ենք եզակի պատմություններ, որոնք ուսումնասիրում են կյանքի բարդությունը, մարդկային ոգու ուժը, արվեստի փոխակերպող ուժը։ Կիսվեք ձեր սեփական հաղթահարման վերամիավորման պատմություններով մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր փորձառություններին իմանալու, թե ինչպես է այս պատմությունը արձագանքել ձեր կյանքում։